կազմակերպություններին տրվում են փոքրիկ, իրականում շատ փոքրիկ, բայց դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տալիս 12-ից 18, այս անգամ 18 ամիսի մինչև հաջորդը կարող է շատ մեծ լինի, ջրտեղական ժամանակահատվածում իրականացնել մշտադիտարկում։ Այդ գումարը ՀԿՆ-ի համար 15,000 եվրոն է, եթե չեմ սխալվում, չէ՞։ Հա, որտեղ ծրագիրը շատ լայն է, ինքը ուրիշ կոմպոնենտներ ունի, նաև բուհերին ենք տրամադրելու դրամաշնորհներ, որպեսզի այս ոլորտների բաներ գրեն ուսանողները, PhD-ներ գրեն, հետազոտություններ անեն, ուսումնական պլաններ մշակվի եւ համալսարաններում օրինակ քրեակատարողական հոգեբանություն դասավանդը, թե ինչը բալտային հոգեբանությունը, ինչը բալտը, ուր է գնում եւ այլն, հա, կամ access to justice, արտադրության մարջելիությունը իրավաբանական ֆակուլտետում։ Կայացավ Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում նախագծի հանդիպում քննարկումը։ 4 տարի տևողությամբ նախագիծը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից։ Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության, Սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության կոնսորցիումի կողմից։ Մենք ներկայացնում ենք այն քառամյա ծրագիրը, որ Եվրոպայի միության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է դեռևս նախորդ տարվանից, որի բուն նպատակը եւ ծրագիր կոչվում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում եւ վերցված են 4 ուղղություններ, ռազմավարություններ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս պիտի նաև ընդունվեն, դա հակակոռուպցիոն ռազմավարությունն է, իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարությունը, ոստիկանության բարեփոխումները, քրեակատարողական եւ պրոբացիա ոլորտի բարեփոխումները։ Այս 4 ռազմավարություններն են մոնիտորինգին ենթարկվելու, որը իրականացվելու է քաղաքացիական հասարակության ներուժի զարգացման արդյունքում հասարակական կազմակերպությունների կողմից, ովքեր մեր կողմից կստանան ֆինանսական աջակցություն եւ կիրականացնեն մոնիտորինգային ծրագրեր այս 4 ռազմավարությունների կամ այս 4 ուղղությունների ոլորտում, հասկանալու համար թե ինչպիսի բացեր կան այդ ռազմավարություններում առհասարակ, որովհետև մենք մեր բոլոր ռազմավարությունները ունեն առնվազն 2 կարևոր կոմպոնենտի, եթե չասեմ բացակայություն, ապա գոնե խիստ սակավ ներկայություն, դա հետազոտությունների բացակայությունն է եւ ֆինանսական ռեսուրսների կամ ֆինանսական հաշվարկների բացակայությունը, եթե որևէ քաղաքացի կամ ոլորտի մասնակից ով էլ լինի, որոշի հասկանալ, թե իր երկրում կրթության ոլորտ, սոցիալական ոլորտ կամ արդարադատության ոլորտի տարբեր ռազմավարություններ ուր են գնում, բախվելու է 2 առնվազն խնդրի, դա նաև որ չկան կամ սակավ են հետազոտությունները, թե ինչու է պետք այս ռազմավարությունն առհասարակ, եւ երկրորդ կոմպոնենտը, որ այդ ռազմավարությունը շատ լավ է, նույնիսկ եթե կա գնում ենք առաջ, ինչ արժե դա։ Եվ արդյոք Հայաստանի Հանրապետությունը իրեն կարող է սա թույլ տալ, թե միայն միջազգային կամ մեծապես միջազգային կառույցների վրա է հույսը։ Մշտադիտարկման նպատակն է քառամյա նախագծի շրջանակներում վերհանել ոլորտային խնդիրներն ու հասնել իրատեսական բարեփոխումների։ Բոլոր ռազմավարությունները նշածս ունեն առանձնահատկություններ, բոլոր այդ ռազմավարությունները ունեն իրենց խնդիրները եւ ունեն կարևոր նաեւ ձեռքբերումներ իհարկե։ Եվ մոնիտորինգը կամ այդ մշտադիտարկում կոչվածը մեզ տալու է հնարավորություն 4 տարիների կտրվածքով տեսնել, որ գործողություններն են կատարվել, ինչու են կատարվել, ինչու էին նախանշվել դրանք առհասարակ, ինչ վիճակում են դրանք, կատարվել են թե չեն կատարվել, եթե չեն կատարվել, ապա ինչ պատճառներով եւ ինչպես պետք է անել, որ Հայաստանի Հանրապետության այս 4 ոլորտներում առնվազն սույն ծրագրի շրջանակներում բարեփոխումները իրական լինեն, իրատեսական լինեն եւ իրապես վերաբերվեն քաղաքացուն կամ համակարգին առհասարակ։ Հանդիպման ավարտին հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այն ոլորտային ծրագրերը, որոնք ուղղված կլինեն նախագծի իրագործմանը։ Մելիս Սուքեսյան, Անդրանիկ Եղիազարյան, թղթապանակ։